Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մոտ Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն է հյուրընկալվել։ Հանդիպմանը քննարկվող հարցերի շրջանակը լայն է ու բազմակողմ, հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդումից մինչև նոր կապերի հաստատում։ Ողջունելով դեսպանին Գագիկ Ծառուկյանը նախ իր շնորհավորանքն է փոխանցում Լիտվայի ժողովրդին օրերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների եւ գործող նախագահ Դայլիա Գրիբաուսկայտեի վերընտրության կապակցությամբ։ Մեր երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է լուրջ առաջընթաց եւ ես հույս եմ հայտնում, որ դուք ձեր պաշտոնավարման ընթացքում անհրաժեշտ ջանքեր կգործադրեք այդ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար։ Իր խոսքում նշում է Գագիկ Ծառուկյանը։ Շատ ուրախ եմ հանդիպման համար։ Առաջին հայացքից էլ ասենք թե ջերմությունը, հարազատությունը, որը եւ նկատել է երկկողմանի, եւ ես առաջինը ուզում եմ պարոն դեսպանին շնորհել իրենց մոտ որ կայացել է նախագահական ընտրություններ, որ ընտրել է տիկին Դալիա Գրիբաուսկայտը, որը դա արդեն երկրորդ անգամ, ասենք թե կատարած գործի համար, որ ժողովուրդը երկրորդ անգամ նույնպես հավատալով, վստահելով իր ձայնը տվել է իր գործող նախագահին։ Եվ ամենակարևորը ուզում եմ ասել, որ հայ ժողովուրդը երբեք չի կարող մատամորոնալ Լիտվայի ժողովրդին, որ նրանք ասենք թե 2005 թվականին ընդունեցին ցեղասպանությունը, հայ ազգը միշտ էլ այդ հարաբերությունը, այդ վերաբերմունքը միշտ գնահատելու է սրբության պես, պահելու է եւ պահպանելու։ Իրենք իմանան Հայաստանը իրենց համար հավատարիմ, վստահելի որպես գործընկեր է։ Դեսպան Էրիկաս Պետրիկասը Հայաստան գալու հենց առաջին ակնթարթից է զգացել հայերի ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ասում է իր համար մեծ պատիվ է դիվանագիտական առաքելություն իրականացնել հենց Հայաստանում։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը դեսպանը մեծ հետաքրքրությամբ է սպասել, շատ է լսել թե ԲՀԿ առաջնորդի եւ թե նրա մեծածավալ բարեգործությունների մասին։ Мне очень приятно быть в Армении. Я очень много слышал, господин Царукян, про ту благотворительную работу, что вы делаете, где вы помогаете, где вы строите, где вы смотрите, где вы... Это не скрывать, это люди простые приходят в посольство, мы, знаете, представляем 6 стран шенгенского для выдачи виз, они просто говорят про вас легенды, и мне очень приятно лично сказать, что это остается, этот дух в Армении, это очень приятно. Էրիկաս Պետրիկասն արդեն 1 տարի է ինչ դիվանագիտական աշխատանքի է անցել Հայաստանում։ Չնայած հայ-լիտվական հարաբերությունները ջերմ են ու բարեկամական, այդուհանդերձ ոչ բոլոր ոլորտներում է առկա ներուժն օգտագործվում։ Դեսպանի գնահատմամբ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները դեռևս բավարար մակարդակի վրա չեն, մինչդեռ լիտվացի գործարանները էապես հետաքրքրված են Հայաստանով։ Դեսպանն այս խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությունն է ակնկալում։ Господин Царукян, мне очень хочется, чтобы экономические ситуация поменялась, чтобы литовские предприниматели не боялись Армении, что они, которые работают очень успешно в Грузии, в Азербайджане, в Турции, даже в Иране, оборот смотрю, намного раз больше. В Армении, стыдно вам сказать, какие цифры. Поэтому, господин Царукян, для меня очень было бы важна ваша поддержка, особенно при встречах, которые мы уже имеем сферы, в которых мы думаем, могли мы сделать. Моя мечта, я думаю, что в Армении, я не сомневаюсь, что с вашей помощью можно привести этих людей и познакомить с теми, кому это очень интересно. Բարեկամությունը պետք է ամրապնդվի ոչ թե խոսքով, այլ գործով, համոզմունք է հայտնում Գագիկ Ծառուկյանն ու խոստանում։ Պատրաստ է ստեղծել բոլոր լիարժեք պայմանները լիտվացի գործարարներին Հայաստանում հյուրընկալելու համար։ Ներդրումային յուրաքանչյուր ծրագիր առանց աջակցության չի մնա։ Պարոն դեսպան, ես ինքս էլ կիսում եմ ձեր մտահոգությունն ու մեծ կարևորություն եմ տալիս երկկողմ գործակցության ընդլայնմանը։ Կա մեծ ներուժ հայ-լիտվական տնտեսական, քաղաքական, մարզական, մշակութային կապերը զարգացնելու ու խորացնելու համար։ Ես իմ կողմից պատրաստ եմ անելու առավելագույնը, ինչ վերաբերվում է երկու երկրների միջև տնտեսական գործակցության զարգացմանն ու գործարար կապերի հաստատմանը, ապա վստահեցնում եմ, որ այդ հարցում կարող եք ակնկալել իմ անմնացորդ աջակցությունը։ Խոստանում եմ լիտվացի գործարարներին Հայաստանում ընդունել ամենաբարձր մակարդակով։ Թող գան ու ծանոթանան Հայաստանի գործարար միջավայրի ու իրենց հայ գործընկերների հետ։ Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան ներդրումներ կատարել մեր երկրում, ապա ես պատրաստ եմ լինել երաշխավոր ու անհրաժեշտության դեպքում ինքս էլ ներդրումներ կանեմ Լիտվայում։ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունն ու Բալթյան երկրներից միակն է, որ ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Որպես Եվրոպական միության անդամ երկիր, Լիտվայի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ինձ համար անչափ կարևոր է։ Հանդիպման ավարտին ամփոփում է Գագիկ Ծառուկյանն ու համոզմունք հայտնում, որ առաջիկայում երկու երկրների միջև կապն էլ ավելի է ամրապնդվելու։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։